Բարի երեկո, եթերում կարևորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հայ ազգային կոնգրես իշխանություն երկխոսության թեման արդեն տևական ժամանակ է ինչ հասարակության ուշադրության կենտրոնում է եւ բոլորը սպասում են թե ի վերջո ինչ է լինելու Սերժ Սարգսյան Լևոն Տեր-Պետրոսյան շախմատային պարտիայի վերջը։ Այն, որ ընդդիմության եւ իշխանության միջև գոյություն ունի երկխոսություն, տարակուսանքի առարկա չէ։ Այլ հարց է, թե ով ինչպիսի շահ է հետապնդում եւ կողմերը ինչպիսի արդյունքներով կկապարակնքեն Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած արժանապատիվ գործարքը։ Միանշանակ պարզ է, որ կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առավելագույնը ստանալ սկսված գործընթացից։ Սակայն այսօր արդեն իսկ որոշակիորեն տեսանելի է, թե վերոհիշյալ երկխոսող ուժերը ինչպիսի կորուստներ եւ ձեռքբերումներ են արձանագրում։ Փորձագետների կարծիքով այս փուլում առավելագույն քաղաքական դիվիդենդներ է ձեռք բերել Սերժ Սարգսյանը։ Սկսված երկխոսության արդյունքում միջազգային հանրության եւ հասարակության առաջ տպավորություն ստեղծվեց, որ այլևս հաղթահարված է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ավելի վստահ է զգում իշխանական բուրգի գագաթում։ Բացի այդ, տպավորություն ստեղծվեց, որ հաջողվել է նվազագույնի հասցնել Հայաստանում սոցիալական բունտի հավանականությունը, որի հիմնական շարժիչ ուժ հասարակության համար ընկալվում է Հայ ազգային կոնգրեսը։ Այս ընթացքում շատերի կարծիքով Սերժ Սարգսյանին հաջողվեց լուծել եւս մեկ կարևորագույն խնդիր, այն է հարվածել կոնգրեսի հիմնական ռեսուրս համարվող իշխանապողության հանդեպ վճռական տրամադրված ակտիվ քաղաքացիների տրամադրություններին։ Սերժ Սարգսյանը գործելով իրեն յուրահատուկ ոճով խախտելով ենթադրվող պայմանավորվածությունները, դրանք ձգձգելով կամ թերի կատարելով ընդդիմադիր հասարակության առաջ լուրջ հարված հասցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշին։ Ավելի պարզ ասած, Սերժ Սարգսյանը կատարեց ապրիլի 8-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի առաջադրած 3 պայմաններից 2-ը, սակայն համառորեն ազատ չարձակեց բոլոր քաղբանտարկյալներին, որոնց թվում են ընդդիմության առանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը։ Ելնելով այս հանգամանքից կոնգրեսի վճռական տրամադրված բազմաթիվ հետևորդներ համոզված էին, որ ապրիլի 28-ը լինելու է ջրբաժանի օր։ Նման տրամադրություններ էր ստեղծվում կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններից։ Օրինակ, ապրիլի 21-ին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությունից հետո ասաց, որ կատարվել է իրենց առաջադրած պայմաններից մեկը։ Իսկ լրագրողի այն հարցին, թե ապրիլի 28-ը վերջնական ջրբաժանի օր չի լինելու, արձագանքել է. Մենք հստակ հայտարարել ենք, որ ապրիլի 28-ին պետք է 3 պահանջը կատարված լինի, որպեսզի երկխոսության սկզբնավորման հիմք դրվի։ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյան։ Սակայն ապրիլի 28-ին ի հեճուկս շատերի Լևոն Տեր-Պետրոսյանը այլ որոշում կայացրեց, իշխանություններին եւս 1 ամիս ժամկետ տալով։ Տարօրինակն այն է, որ փորձագետների կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթի ժամանակ կարծես թե փորձեր անում հիմնավոր պատճառաբանություններ գտնել, թե ինչու Սերժ Սարգսյանը ազատ չի արձակել քաղբանտարկյալներին, այդ ընթացքում բավականին ծավալուն կերպով նախագահի խոսքերը ցիտելով եւ դրանք մեկնաբանելով։ Իսկ վերջում նա որոշեց իշխանությունների հետ երկխոսության դուռը կիսաբաց թողնել։ Լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը եւ արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը միանգամայն անթաքույց նկատառումներով որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ։ Հիմա այդպես կիսատ պրատ չի լինում, կամ ջրբաժան, կամ ոչինչ, այդպես։ Հետևաբար, դուք հիշեք իմ խոսքերը, ես ասացի, ժամկետային, հանգիստ, մեր պահանջներից 2-ը կատարված են լիովին, այստեղ կասկած կա, հարկաստու, իսկ մյուս պահանջը, երրորդը, կատարված է կիսով չափ։
Ուրեմն կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունը առայժմ սպառված չի կարելի համարել։ Պատկերավոր ասած, երկխոսության դուռը, եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Նույնիսկ ՀԱԿ առաջնորդի ելույթի ժամանակ զգացվում էր, որ ցուցարարների շատերը դժգոհ են կոնգրեսի որդեգրած մարտավարությունից եւ բացահայտ դրանք արտահայտում էին հիմա այսօր բացականչություններով։ Դժգոհությունները առավել բացահայտ դարձան հանրավաքի ավարտից անմիջապես հետո, երբ մի խումբ ակտիվ կոնգրեսականներ ի նշան բողոքի չմասնակցեցին երթին եւ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։ Սա կարելի ասել աննախադեպ երևույթ է Հայ ազգային կոնգրեսի գործունեության ընթացքում, քանի որ մինչ այս հանրահավաքը թեև դժգոհություններ եղել էին, սակայն նմանատիպ մասսայական եւ դեմոնստրատիվ բնույթ երբեք չեն կրել։ Եկեք ես կողմ։ Մենք բոլորիդ մտածություններ շատ լավ գիտենք, բայց շախմատը լուրջ խաղ է, քաղաքականությունը շատ լուրջ գործ է, խաղադրույթի վրա Հայաստանն է, 3 տարի համբերել ենք, ձեզնից խնդրում են մի փոքր համբերեք եւ բոլոր քաղաքականները կլինեն այստեղ։ Քաղաքականությունը բարդ հաշվարկի արվեստ է։ Այսօր մենք արել ենք մի քայլ եւ շատ լավ հասկանում ենք, շատ լավ ենք հասկանում, որ այդ քայլը միանշանակ չի ընկալվելու մեր հասարակության կողմից։ Այդ շատ լավ հասկանում ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի այս քայլը սակայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով միգուցե արդարացված է, քանի որ այս փուլում եզակի հնարավորություն է ստեղծված ազատության մեջ տեսնելու այն մարդկանց, որոնց ներկայիս իշխանությունները մեծ ցանկություն ունեն ընդմիշտ տեսնել ճաղերի հետևում։ Դրանց թվին են պատկանում Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը։ Մամուլում եւ քաղաքական շրջանակներում շրջանառվում է այն տեղեկությունը, որ իշխանության եւ ընդդիմության միջև երկխոսությունը թելադրվել է արևմուտքի կողմից, իրավիճակը Հայաստանում առավել կանխատեսելի դարձնելու համար։ Այս համատեքստում քաղբանտարկյալների ազատ արձակումը ձեռնտու է թե արևմուտքին, թե իշխանություններին եւ բնականաբար նաեւ կոնգրեսին։ Հակառակ դեպքում, եթե քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, ստեղծվում է բավականին անկանխատեսելի իրավիճակ։ Եթե քաղբանտարկյալները ազատության մեջ չեն հայտնվում, շատ հավանական է, որ կոնգրեսի վերահսկողության տակից դուրս գան բավականին ազնիվ եւ վճռական տրամադրված գործիչներ իրենց համախոներով եւ փորձեն ինքնուրույն գործունեություն ծավալել։ Այս հանգամանքը առավել վտանգավոր է իշխանությունների համար։ Ուստի իշխանությունը հակառակ իր ցանկությունների պետք է փորձի ամեն կերպ ազատ արձակել քաղբանտարկյալներին, որպիսի խուսափի ընդդիմադիր դաշտում նոր ձևափոխումներից։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հերթին պետք է ամեն ինչ անի, որ մինչև մայիսի 31-ը Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ մյուս քաղբանտարկյալները ազատության մեջ լինեն։ Եթե նույնիսկ օրինակ Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվի, ասենք հունիսի 1-ին եւ ներկա չգտնվի առաջիկա հանրահավաքին, ապա սա բավականին ծանր հարված կլինի ՀԱԿ առաջնորդի վարկանիշին։ Շատ փորձագետներ գտնում են, թե հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ մնալով իր գործելավոճին փորձի հենց այդպես էլ վարվել եւ քաղբանտարկյալներին ազատ արձակի հանրահավաքից հետո։
Գաղտնիք չէ, որ 3 տարուց ավելի հանրահավաքների մասնակցող հազարավոր քաղաքացիներն են ստիպել իշխանություններին երկխոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հակառաջնորդի հիմնական ռեսուրսը նրան հետևող բազմահազարանոց քաղաքացիներն են, եւ եթե նրանց թիվը հանրահավաքից հանրահավաք պակասում է, ապա դրան զուգահեռ ամրապնդվում է Սերժ Սարգսյանի դիրքերը կոնգրեսի նկատմամբ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։